խնդրում եմ մի բան արեք թող տնօրեն ինձ ների։ Տղա ջան, ես ոչինչ չեմ կարող անել ու չեմ էլ պատրաստվում ինչ-որ բան անել։ Քեզ ով էր խնդրում տնօրենին հերիք չի թաքուն նկարես, մի հատ էլ խոզիկի թավելացնես ու կվոդրոպերի ականջներ։ Ու սոցցանցերում տարածես այդ նկարը։ Իմիջիալոս ծիծաղելու էր։ Խոսք եմ տալիս էլ չի կրկնվի։ Խնդրում եմ մի բան արեք։ Տղա ջան, էլ չի կրկնվի իմ ուսանողական ջերմ ու լավ տարիները։ Իսկ քո այս ճղճիմ եւ վատ պահվածքը շարունակական բնույթ կգրի, եթե քեզ տնօրենը չպատժի։ Ասեմ, որ քո վիճակը շատ վատ է։ Ես գնում եմ տնօրենի մոտ քո պատժի մասին իմանալու։ Ես էլ կամ էլ ինքեր Ասատրյան։ Տղա ջան, դու չես հասկանում, որ տնօրենը նույնիսկ դեմքդ չի ուզում տեսնել։ Ու մնաց ամբողջ մարմինդ։ Ես կգամ։ Ինքեր Ասատրյան, ձեր դեմքը ինձ վատ գրած շպարգալկա է հիշացնում։ Ոչինչ չի հուշում։ Ինչ ասեց տնօրենը։ Արթուր շատ վատ է։ Շատ վատ է։ Այնքան վատ, որ նույնիսկ ամենավախենալու երազիդ մեջ չէիր կարող տեսնել այսպիսի պատիժ։ Կասեք ինչ որոշվեց։ Լավ, քո առաջին պատիժը։ Դու պետք է ամեն օր առավոտյան ժամը 6-ին արթնանաս, գաս դպրոց եւ մաքրես դպրոցի ամբողջ տարածքը։ Զուգարանն էլ։ Այո, զուգարանն էլ։ Սա դեռ ամենը չէ, տղաս, դեռ ավելի վատ պատիժներ էլ կան։ Քեզ կատեգորիկ արգելված է օգտվել բուֆետից, էքսկուրսիաներից, եւ դու բոլոր դասերը պետք է անցկացնես անկյունում, մեկ ոտքի վրա, շունչը պահած։ Խիդենց դաժան։ Սա դեռ ամենը չի, տղաս։ Դու քո ուսման վերջին 3 տարիների ընթացքում պետք է գրես քո դասընկերներին բոլոր տնայինները, պետք է մինչև գիշերը ժամը 11-ը մնաս դպրոցում, օգնես տնօրենին, եւ առավոտյան դպրոցը մաքրելուց հետո պետք է լվանաս տնօրենի մեքենան։ Ես այդքան է ոնց եմ հասցնելու։ Արթուրիկ ջան, այդպես մի նեղվիր։ Ես ընդհանուր նկատակ էի անում։ Քեզ դպրոցից հեռացրել են։ Այո, դզեց, ջան։